Երևանի Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ հավաքվել էին Ռաֆի Մարաշլյանի հարազատներն ու բարեկամները։ Շուտով կենտրոնի մոտ հավաքվեցին նաև նախորդ տարիներին բանակում մահացած զինծառայողների հարազատները։ Բանակում արձանագրված հերթական միջադեպի պատճառը տարիներ առաջ մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մոր Իրինա Ղազարյանի խոսքերով զորամասերում տիրող ամենաթողությունն է։ Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները միջադեպերը կանխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Սերյան Օհանյանին պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեցին, որ ինչ հարցնում է Իրինա Ղազարյանը։ Սերյան Օհանյանին նստացրին, որ ինչ ժերտվա տային, առաջից զինվորի ժերտվան տային, տվեցին։ Առ այսօր պայքարում ենք 5 ծնով, որ մեր երեխեքի ճիշտը հանենք ջրերես, ինքը չի ուզում բացահայտի։ Կարուսելի նման գնաց տեղից ընդեղ, մինչև երբ ասենց լինելու։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ հավաքված հրամանատարական կազմը եւ Էրեբունու զինկոմիսարիատի աշխատակիցները կատարվածի առնչությամբ որևէ պարզաբանում տալ չցանկացան։ Ավելին, երբ զինծառայողների հարազատները փորձեցին նրանց որոշ հարցեր ուղղել, վերջինները սկսեցին կոպիտ եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնել։ Ի դեպ, այս անձը անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերում նաև տեղում աշխատող լրագրողների նկատմամբ։ Ինչի գնա։ Ռադը դու քաշերով սրաննայի։ Հաստատուսանի։ Իրանք բանձի վիրավորում են, դու ոնց եք անում։ Բայց իրանք են ձիխ են վիրավորում։ Ես զինկոմիսարիատից եմ Էրեբունու։ Ես կապ չունեմ ընդհանրապես։ Երեխուն տանելու ժամանակ տանում ես կապ։ Իմ զինկոմիսարիատից չի։ Ես Էրեբունու զինկոմիսարն եմ։ Ես քննիչ եմ, բայց ես գործով քննիչ չեմ, ապրիչ եմ։ Խալ են անում։ Որովհետև ես գործով նախաքննություն իրականացնող քննիչը չեմ։ Ռաֆի Մարաշլյանի հարազատների եւ հարևանների խոսքերով 19-ամյա երիտասարդը ինքնասպանություն գործել չէր կարող։ Ռաֆին նրանց պնդմամբ հավասարակշռված անձնավորություն էր։ Նա ծառայությունից չի դժգոհել։ Մի քանի ամիս առաջ արձակուրդ էր եկել։ 20 օր առաջ նաև ծնողներն էին գնացել այցելության։ Նրա ավագ եղբայրն այժմ սովորում է Երևանի համալսարաններից մեկում։ Ռաֆին եւս ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը, նշեցին հարևանները։ Ոչ մի բան չենք տեսել այդ երեխուց։ Ամենախելոք երկու աղբեր են եղել, երկուսն խելոք ճանաչված երեխեք են էլի։ Այդ բոլորը գալիս է կամանդիրից։ Կամանդիրը եթե լավ կամանդիր էլի, խիստ կամանդիր էլի, այդ բաները չի լի ճաստում։ Մենք երեք ենք իմացել, որ այդ երեխան մահացած է, չգիտենք թե ինչն է պատճառը։ Օդպուսկ եկել է երեխա, լավ է եղել, որից հետո գրացել է, մի 20 օր առաջ երումերը գրացին տեսան, եկան, լավ, զանգում միշտ խոսում է ծնողների հետ, հարևաններին բարև ուղարկում, այդ է եղել։ Դրա վատ կողմը չի եղել, մենք չենք լսել։ Հելսինկյան ասոցիացիայի ռազմական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց, որ կրակոցի հետքը եղել է կոկորդի մասում։ Փորձագետի խոսքերով եղել է 1 կրակոց։ Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։ Սպանություն է թե ինքնասպանություն առայժմ հստակ ասել հնարավոր չէ, նշեց Մարտիրոսյանը, հայտնելով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հայտնի կդառնա երկուշաբթի։ Այս այպայի դրությամբ զորամասի հրամանատարի հեքիաթն է, որը անիմաստ հեքիաթ է եւ ես չեմ էլ ուզում մեկնաբանել։ Հրազենային վնասված գլխի շրջանում կոկորդի մասից գլխի առանցքի նկատմամբ ներքևից վերև, կտրուկ ներքևից վերև ուղղված։ Հիշեցնենք, որ Ռաֆի Մարաշլյանը բանակ զորակոչվել էր նախորդ տարի Քանակերտ Զեյթուն տարածքային զինկոմիսարիատից։ Հավելենք, որ որդու դիահերձմանը ներկա էր նաև հայրը, ով սակայն չդիմացավ եւ դուրս գալով ուշաթափվեց։ Հարազատները Լևոն Մարաշլյանին մեքենայով տեղափոխեցին տուն։ Րոպեներ անց նաև որդու 19-ամյա երիտասարդի դին տեղափոխվեց հայրական բնակարան։ Փայլակ Վարդյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս։